Խտրողները 1.300.000 են հասնում, 2.300.000 են հասնում, ներողություն 200, արդեն խառնեցի 230,000, այո, բայց ԿՀ-ից հայտնված մի անդամ որոշեց, որ խանգարում է և չպիտի ինձ թույլ տա հանձնաժողովի նախագահից իմանալ թվեր, և այդ միջադեպին մասնակցեց նաև ընտրատեղամասում քվեարկող Գևորգ Պետրոսյանը, պարոն Պետրոսյան, մեզ հաջողվեց այդ տղամարդուն վերջապես դու կարգի բերել չասենք կոպիտ կհնչի, բայց մարդը դա օրենքով սահմանված կարգ է, հիմա եթե ինքը խախտում է կարգը, բայց չընդունեց, որ ինքը խախտում է, այդ ամբողջ ընթացքում ընդամենը դուք ասեք, խնդրում եմ, ինչի համար եք ընտրում և ինչ պիտի փոխեք ձեր քվեարկությամբ, եթե փոխելու եք։ Ես տվել եմ հանուն Հայաստանի։ Բոլորն այդպես են ասում։ Գործող իշխանությունը երկիրը պառակտում է, կործանում է, սննդած տանում է, կործանում է։ Ես դրա համար եմ եկել քվեարկել։ Բայց նաև ասում են, որ կյանքը ուրախ է, երջանիկ է։ Ոչ մի պաշտոնի չեմ հավակնում, ես եկել եմ հանուն Հայաստանի։ Պարոն Պետրոսյան, նաև մարդիկ այսպիսին կալում ունեն, որ կյանքը գունեղ է, երջանիկ է, ուրախ է և Զիբելյանոցից հաց են հավաքում, դա գունեղ է։ Ամեն առավոտ հենա մեր մուտքը։ Միշտ եք հավաքել են, միշտ։ Այս ծավալի չի եղել։ Այս ծավալի չի եղել։ Եվ գլխավոր պատճառը այն որ դուք ասում եք պիտի իրավիճակ փոխեն որն է, հաց հավաքելը ըստ էության ես տիկնոջ հետ համաձայն եմ, միշտ էլ հավաքել են։ Ապահովել աշխատանքով, պետք է գա իշխանության այնպիսի մարդ, ով որ ի վիճակի է քաղաքացուն ապահովել աշխատանքով, ոչ թե աշխատանքից ապօրինաբար զրկել իր քաղաքական հայացքների պատճառով։ Մեր գլխավոր խնդիրը դա պարոն Պետրոսյան, մարդիկ անվտանգային հարցեր են առաջ բերում եւ ասում են աշխատանքի իրավունքը դա կյանքին համարյա հավասար իրավունք է։ Մարդը պիտի երաշխավորված աշխատանք ունենա, չէ՞ որ։ Իսկ երաշխավորված ինչ կա բացի աշխատանքից։ Երաշխավորված օրինակ ձեր օրը առավոտը որ սկսում է ստաբիլ է, դուք վստահ եք որ ամեն ինչ։ Օրվա մեջ մենք գործը ունեմ, ես տիրապետում եմ իմ անելիքները, ես եմ որոշում, բայց այսօր մարդիկ կան, որոնք օրվա հացի խնդիր ունեն, սա է։ Իշխանությանը ձայն տվողները ավտոբուսներով բերվում էին հրապարակ, կամ գուցե ձայն չտվողները։ Մենք երեք ֆիքսել ենք տասնյակից ավելի ավտոբուսներ։ Այս վարչական ռեսուրսի կիրառումը միշտ էլ կարելի ասել եղել է, բայց այսօր մեզ նախադեպ չի եղել։ Հասկանում եք, հարգելի դպրոցներ, հիվանդանոցներ։ Քարոզարշավ անցել է խայտառակ խախտումներով։ Ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի համաձայն բոլորի համար հավասար հնարավորություն ստեղծվի ընտրարշավի մասնակցելու։ Բայց երեքը կալանավայրում էին։ Ով որ իր պոտենցիալ հաջողակ հակառակորդն է, բոլորը անազատության մեջ են։ Սա բաղը հիմք է հանդիսանալու ընտրությունների արդյունքի։ Ինչ եք սպասում, այս ակտիվությունը փոփոխության կբերի։ Ակտիվությունը շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ներկայացրել են, ու կարծում եմ, որ իրաց ներկայությունը անիմաստ չի լինի։ Եվ այս ակտիվությունը տալու է իր դերը, որովհետև ես 2006 թվականից ընտրությունների մեջ եմ, ավելի ճիշտ ավելի շուտվանից, բայց սենց ակտիվություն չեմ նկատել և ես այս ակտիվությունը հակված եմ գնահատել դրական։ Իսկ չեք կարծում, որ ակտիվությունը նաև իշխանությունը իր ինքնապաշտպանական ամբողջ անվտանգության բարձիկներն է օգտագործում։ Ես կարծում եմ, որ եթե իսկապես օբյեկտիվ ընտրություն լինի, Նիկոլ Փաշինը, Հայաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանը, չի վերընտրվելու, չի վերարտադրվելու։ Շնորհակալություն։